Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմալիք, պատրաստեք մի գավաթ սուրճ կամ թեյ ու միացեք ինձ սիրուն հավես բաներ նայելու համար։ Ահա ես պատրաստել եմ իմ սուրճը, հարմարավետ նստել, որպեսզի ձեր հետ միասին վայելեմ։ Պատրաստել եմ այս Dolce Gusto սուրճը եւ այն կվայելեմ իմ մանկության կոնֆետներ բատոնչիկի հետ, ովքեր են սիրում բատոնչիկ։ Բատոնչիկ մինչև Grand Candy արտադրելը ես կերել եմ սովետական տարիներին, այն ժամանակ նույնպես խանութներում առկա էր այս կոնֆետներից տարբեր գունավոր թղթերով ու համային բաղադրությամբ։ Դե գնացինք միասին սուրճ խմելու, իսկ ես դեպի իմ մանկություն, սիրելիներ։ Կհանդիպենք շատ շուտով, մնացեք ինձ հետ։ Ողջույն սիրելիներս, բարի գալուստ իմալիք։ Այսօր մենք unboxing կանենք, կնայենք վերջերս կատարված իմ գնումները միասին։ Այն ամենը, ինչ հետաքրքիր է մեզ աղջիկներից, թողներ են բոլոր տղաները, տղամարդիկ, ովքեր նայում են այս ալիքը նույնպես, բայց միգուցե ձեզ էլ է հետաքրքրում այս ամենը, թե ինչ ենք սիրում մենք աղջիկներս։ Քանի որ իմ կոնտենտը նախ եւ առաջ բյուժետերիայի մասին է, ես սկզբում ցույց կտամ բյուժետերիան։ Ահա սեղանին դուք տեսնում եք վերջերս ձեռք բերած իմ բյուժետերիան, կփորձեմ մոտիկից ձեզ ցույց տալ այս ամենը։ Նախ եւ առաջ ասեմ այս կենտրոնական բրոշի մասին, ես սրանից էլի եմ ունեցել, սիրամարգ է, ժարփ ծիծա եմ ես ասում, որովհետեւ այնքան կրակ կա այս բրոշի ներսում, ինչպես ասում են, արտադրվել է Ֆրանսիայում, հաճախ է հանդիպում այս բրոշը։ Ինձ հանդիպել է երկրորդ անգամ, կենտրոնական էլեմենտը մարգարտյա օվալաձև էլեմենտ է, իր վրա կա նաեւ էմալ, կրակագույն կարալի բոլոր երանգներով եւ ցերկոններ, այսինքն ամեն ինչ կա այս բրոշի մեջ, եւ ոսկեգույն մետաղ, եւ մարգարտե էլեմենտ, եւ էմալ, եւ փայլուն քարիկներ։ Հետևի հատվածից հասկանում ենք, որ շատ լավ է կատարված այս ընկերությունը, հիանալի որակ է ապահովել, մետաղի դաջվածքից է դա զգացվում։ Երևի թե 60-ականներից 70-ականները ընկած, մինչև 70-ականները ընկած այդ հատվածն է, ինչից ենք հասկանում ասեղի երկարությունից։ Այն ժամանակ շատ ուշադրություն են դարձրել, որպեսզի ասեղը ծանր բրոշների դեպքում երկար լինի եւ ֆիքսացիան ապահով։ Որակի վրա են աշխատել, անվան վրա են աշխատել, ոչ թե հիմա առնահազովի է ամեն ինչը։ Այս երկու հիասքանչ բրոշներից եւս ունեցել եմ, սա ինձ հանդիպել է վերջերս, ուրեմն բնական խեցուց է պատրաստված, խխունջից, այդպես ասեմ, ռակովինա են ասում ռուսերենով, այս կամեա էլեմենտները։ Երկու աղջկա գլուխներ են, ձեռքում աղավնի, նույն բրոշն է, ֆոնը արված է միատայի գույնով, իսկ մյուս բրոշինը կարալի գույնով։ Գեղեցիկ են երկուսն էլ նայվում, բուրժուական բրոշներ կարելի է ասել եւ բնական խեցու էլեմենտով, սա էլ հետևի դաջվածքը փոքրիկ է, շատ գեղեցիկ է նայվում գրպանի վրա կամ օձիքի վրա։ Այս ականջողերը, կլիպսները, տոնական էլեմենտները ունեն վարդագույն կորալի երանգ, այսինքն կոչվում է կոժա անգելը այս գույնի կարալային էլեմենտները եւ ականջողներն էլ ունեն խխունջի իմիտացիա, ինչպես խխունջի, այնպես էլ կորալային էլեմենտները ամառը գեղեցիկ են նայվում։ Ինչ ունենք այստեղ, երկու փոքրիկ մարգարտե էլեմենտներով փոքրիկ բրոշներ, որոնք նույնպես հարմարավետ են օձիքի վրա կրելու համար կամ գրպանի պլանկայի վրա։ Այստեղ ունենք փոքրիկ զատիկ, Yves Rocher բրենդն է, ահա մարկիրովկան կա, այստեղ YR, այսինքն Yves Rocher։ Այս զատիկը ջինսից վերխերի վրա շատ գեղեցիկ է նայվում։ Ունենք կանաչ աչյա բույիկ, գեղեցիկ բրաշիրովկայով, ես սիրում եմ, որ բրոշների հետևի մասը նույնպես գեղեցիկ ու կոկիկ է կատարված լինում։ Դա խոսում է որակի, բարձր որակի մասին, այսինքն երաշխիք որակի։ Գեղեցիկ ծաղիկ բրոշ, ռետրո ոճի, դաջվածք ունի թիթեղների վրա, որպեսզի ավելորդ չփայլի, իր գույնն էլ շատ ուժեղ ոսկեգույն չի, հանգած ոսկեգույն, լիմոննե զոլոտա, ահա այդպիսի երանգ ունի այս
ոսկեգույն բրոշը, համենայն դեպս այդպես են ասում։ Այս գեղեցիկ տերևը նույնպես ունի հիանալի բրաշիրովկա, ինչպես դրսի հատվածում, այնպես էլ ներսի հատվածում։ Այստեղ առկա է նաև մեկ ազտեկական ոճի բրոշ, բրոնզագույն երանգով։ Մետաղական այս գույնը ֆրանսիացիները շատ են սիրում, բրոնզագույն, ոչ արծաթագույն, ոչ էլ ճչացող ոսկեգույն զարդեր չեն սիրում։ Ինչով է դա պայմանավորված, ես ասել եմ, որ իրենք սիրում են ուշադրությունը իրենց վրա հրավիրել, քան ավելորդ դետալների և զարդերի, անգամ այնքան են սիրում իրենց, որ ուզում են հենց իրենք զարդարեն իրենց զարդերը, ոչ թե զարդը զարդարի իրեն, այդպես ասեմ։ Էգոն մեծ է իրանց մոտ, ոչ մի բան իրանցից առավել պետք է չլինի։ Այս վինտաժային թևնոցը, որը ունի փայլուն գույնզգույն կրիստալներ, շատ հետաքրքիր է նայվում ամեն գույնի, ցանկացած գույնի հագուստների հետ։ Կարելի է կրել ինչպես հագուստի վրա որպես մանժետ, այնպես էլ թևի վրա։ Ահա այսպես։ Վինտաժ շիկ, ինչպես ասում են։ Ուղղակի չեմ կոչկել, բայց ինչով է լավ, որ ցանկացած թևին համապատասխան կարող է լինել, քանի որ ունի ռեգուլե անելու շղթա։ Սա էլ այսպես։ Էլեգանտ լոկանիկ բրոշ, առկա է նաև մարկիրովկա։ Բրենդային բրոշ է, էլեգանտ վարդ, փոքրիկ է, բայց թեթև չի։ Լավ ընկերություն է արտադրել և նայեք թերթիկները ունեն վոլյում, այսինքն 3D էֆեկտ։ Տափակ չի, էլի, ինչպես այս բրոշը ունի 3D էֆեկտ։ Ահա, այս կողքից ցույց տամ, ավելի լավ կերևա։ 3 շերտ ունի, 3D էֆեկտ երկուսն էլ ունեն։ Սա նույնպես 2D էֆեկտով է, այս բրոշն էլ 2D էֆեկտով է։ Հիմա ուզում եմ գլխավոր գնումս ցույց տալ այս շքեղագույն մարգարիտները, վաու, սեշիկ, կասես ֆրանսիացին, շատ շքեղ մարգարիտներ են, ունեն փականի վրա կանաչ քարով խոշոր էլեմենտ, ինչը ավելի շքեղ է դարձնում այս վզնոցը, Մայորիկա ընկերությանն է պատկանում, ինչպես տեսնում եք, որը գտնվում է Մայորիկա կղզում, Մանակոր քաղաքում, կուլտիվացված մարգարիտներ են և մեծ պահանջարկ ունեն ու շատ ճանաչված։ Բավականին մասիվ վզնոց է, հիմա ես կկրեմ ինձ վրա, որպեսզի ձեզ ավելի տեսանելի լինի, թե ինչ տեսք ունի այս վզնոցը։ Ահա, այսպիսի շքեղագույն տեսք ունի վզնոցը պարանոցի վրա։ Մանիկենի վրա ահա այս տեսքը ունի։ Իմիջիայլոց տարբեր մարդկանց պարանոցների վրա տարբեր տեսք են ստանում վզնոցները, կախված պարանոցի չափսից, տարբեր մարդկանց վրա տարբեր տեսք են ստանում նմանատիպ վզնոցները։ Հիմա անցնենք մյուս աքսեսուարներին, պայուսակ, զամշապատ, այսպիսի երանգներով պայուսակ, ֆուկսիայի գույնը կարմիրի հետ, դեռևս ինձ չէր հանդիպել, կլաչի դեպքում գեղեցիկ է նայվում։ Այս մյուսը կոչվում է ռոշ սակ, այսինքն որպես գրպան է կրում, փոքրիկ հասարակ գրպանի չափսով պայուսակ է, կարելի է ասել, բայց հեռախոս կտեղավորվի մեջը, որպեսզի պատկերացնեք չափսը, ահա այսքան բավականին մեծ չափի հեռախոս և դրամապանակ կարող է տեղավորվել այստեղ նույնպես։ Այս գեղեցիկ գլխարկը ինձ թվում է ցանկացած կին կուզենա իր պահարանում որևիցե էլեգանտ գլխարկ ունենալ։ Ունեցել եմ նաև մոխրագույն գույնը Էտան բրենդից, իսկ սա արդեն H&M-ն է, բայց նայեք ինչ լավ է կատարված այս հատվածը։ Տեսեք ինչքան լավ է կատարված վերևի հատվածը և
Այստեղ գոգավորությունները ճիշտ է արված, ինչպես թանկարժեք գլխարկների խանութներում են անում ձեռագործ։ Այդպես է կատարված այս գլխարկը, դրա համար եմ գնել։ Նայեք, այստեղ H&M դիվերս տարբերակն է երիտասարդների համար նախատեսված լինիան է դիվերսը։ Եվ ասեմ, որ եթե ուզում եք գնել նմանատիպ գլխարկ, հաշվի առեք, որ այս հատվածը լինի բարձր, իսկ այս հատվածը պալյա է կոչվում, դաշտ հայերենով թարգմանած, նեղ լինի։ Նմանատիպ շլյապաները բոլորին են սազում, եթե այս հատվածը նեղ է, իսկ վերևի հատվածը բարձր, միշտ դա հաշվի առեք այսպիսի գլխարկներ, ցիլոններ գնելու դեպքում։ Այստեղ ունեմ շարֆ, շատ գեղեցիկ օրնամենտով, որը կարելի է նաև այսպես տեղադրել այս գլխարկի վրա։ Այսպես։ Ինչպես նաև ցանկացած փողկապ կարելի է այս գլխարկի վրա տեղադրել եւ ստացվում է, գիտեք ինչ է ստացվում, թվում է թե ունես մի քանի գլխարկ, բայց իրականում մեկն է, եթե փոխում ես վրայի աքսեսուարները տարբեր շարֆեր, տարբեր փողկապներ օգտագործելով։ Վառապացույցը, վերցնենք ուրիշ շարֆ, սա հանենք, սա թրենչիս համար եմ գնել, անկեղծ ասած, հիմա կնայենք, տեղադրենք այս մյուսը։ Տեսեք ինչքան տարբեր է արդեն նայվում, կարող ենք կապել, կարող ենք բաց թողնել, ինչպես կցանկանաք, տարբեր է նայվում, կարծես արդեն ուրիշ գլխարկ լինի։ Հանենք սա, փողկապը տեղադրենք, սովորական փողկապ կարող է լինել ցանկացած գույնային գամայով, ու էլի ամեն անգամ կարելի է փոփոխել, խնդրեմ, այնպես անենք չերևա այդ։ Այսպես, լրիվ ուրիշ կերպ է նայվում կրկին, տարբերակ սա առաջին, կարելի է ուրիշ փողկապներ օգտագործել, ցանկացած գույնի փողկապ, ցանկացած նկարներով, կարելի է նաև միատոն առանց ուզորների փողկապ օգտագործել եւ այլն։ Այս գլխարկի ֆորման ինձ շատ դուր է եկել, շատ լավ է պատրաստված։ Դե այս շարֆիկը տեսակ, մինչ հագուստին անդրադառնալը մի քանի կոսմետիկ միջոցներ կա ցուցադրեմ։ Ամառը մոտենում է, արևապաշտպան քսուկներ Aven բրենդից։ Մեկը սա, մյուսն էլ սա։ Եվ La Roche-Posay բրենդինը։ Մի խոսքով հարկավոր է արդեն իսկ արևապաշտպան քսուկներ օգտագործել դեմքին 50 SPF-ով, քանի որ 50-ը նախատեսված է դեմքի համար ավելի շատ, 30-ը մարմնի, իսկ ինչու հիմիկվանից սկսենք քսել, որովհետև գարնանային արևի ճառագայթները ավելի զգայուն են մեր դեմքի համար, քան ամռանը։ Պատճառը նա է, որ միանգամից ձմեռային սեզոնից հետո վիտամինազրկվում է ինչպես նաև մեր օրգանիզմը, այնպես էլ մեր մաշկը։ Եվ այս մյուսը, սա ուղղակի հիդրատացնող, խոնավացնող կրեմ է, դարձյալ Aven-ից, բայց ոչ պակաս կարևոր, քանի որ մեր մաշկը հաճախ է չորանում արևի ուղիղ ճառագայթներից հետո, գալուց հետո արժե արդեն քսել խոնավեցնող միջոց դեմքին։ Եվ իհարկե այս ներկը 100%-անոց բնական ավոկադոյի յուղով։ Ես ավելի շատ համարում եմ Garnier բրենդը, քան Palette-ը։ Ճիշտ է ասում եմ, Palette-ը ավելի խտություն ունի, Garnier-ը ավելի շատ կրեմային տեքստուրա, բայց իմ մազերի վրա Palette-ը այդքան լավ չի գալիս, ինչքան Garnier-ը, դրա համար երբեմն գնում եմ Garnier, շատ հաճախ եմ փոխում ներկերս։ Մի խոսքով այս անգամ սա եմ վերցրել։ Հիմա անդրադառնամ հագուստին։ Երկու կապույտ վերնաշապիկ, մեկը միատոն, մյուսը բծավոր, Primark-ի արտադրությունն է։ Թևերը տեսեք ինչքան գեղեցիկ է,
Ես միշտ ասում եմ եւ դուք էլ գիտեք, որ ուղղահայաց գծերը ավելի սլացիկ են դարձնում մեզ, քան հորիզոնական։ Եվ սա վառ ապացույցն է, հիմա կկախեմ, կտեսնեք։ Հակած ժամանակ էլ ցույց կտամ։ Ահա, այսպիսի ուղղահայաց գծերով վերնաշապիկ։ Մոդելը ինձ շատ դուր է եկել։ Չնայած տեսեք, կարծես պլիսի նման լինի, բայց չի տալիս ոյլում, ընդհակառակը ավելի սլացիկ է դարձնում այս ուղղահայաց գծերի հաշվին։ 100%-անոց բամբակ է վերնաշապիկ կամ բլուզ, քանի որ օձիք չունի, ինձ համար կարծես բլուզ լինի։ Մյուս վերնաշապիկը միատոն, էլի 100%-անոց բամբակից, այս Mara բրենդն է, հաճելի կապույտ գույն, հիմա կախեմ նայեք, ոչ մի արտասովոր բան չկա, սովորական վերնաշապիկ է։ Ահա, այսպիսի ամենասովորական վերնաշապիկ է, մանժետներով, օձիքով, oversize, իսկ դուք սիրում եք կրել վերնաշապիկներ։ Ես գիտեմ, որ մեծամասամբ շատ կանայք չեն կրում վերնաշապիկ, համարելով այն տղամարդու պահարանի մի մասնիկը, ահա, կրկին 100%-անոց բամբակ է։ Բայց ինձ համար վերնաշապիկները միշտ ակտուալ են, ցանկացած կին պետք է ունենա բազիկ վերնաշապիկ, եթե չգիտես արթնանում ես ինչ հագնել, ջինսից տաբատ եւ որևիցե վերնաշապիկ, շատ ակտուալ եւ թարմ տեսք ունենաք մշտապես։ Ես հաճախ եմ նման կերպ վարվում, եթե որոշած չեմ լինում ինչ եմ հագնելու, իմ ամենօրյա ջինսը որևիցե մի նոր թարմ վերնաշապիկի հետ, ու միշտ սիրել եմ վերնաշապիկներ, հաճույքով եմ կրել, թվում է թե տղամարդկանց պահարանի ատրիբուտ է, բայց ոչ, վերնաշապիկները ավելի փխրուն են դարձնում կնոջը, ավելի կանացի տեսք են հաղորդում, ի զարմանս շատերի, դա այդպես է։ Ահա, այսպիսի ամենասովորական վերնաշապիկ, բազիկ, կարճ մոդել է, չի ասի, որ երկար է, մինչև գոտկատեղ է հասնում չափսը, oversize, գեղեցիկ վերնաշապիկ, որը իրավունք ունի յուրաքանչյուր կնոջ պահարանում տեղ ունենալու։ Հերթը հասավ թրենչին, գեղեցիկ գույնի, դարչնագույն, 100%-անոց բամբակյա եւ ունի խառնուրդ լիացել կտորի մեջ, ահա այդպիսի թրենչ է, իսկ ինչ է լիացելը, շատերի մոտ կարող է հարց առաջանալ, լիացելը դա բնական մանրաթելերից կտոր է, որը հանդիսանում է բնական հումք, ստանում են էվկալիպտից լիացելը, այդ գործվածքը, այո, դուք ճիշտ լսեցիք, էվկալիպտ բույսից։ Հիմա տեսեք, այստեղ գրված է վերևում, ահա, լիացել եւ բամբակ նաեւ։ Թրենչի գործվածքը պարունակում է 47% լիացել, իսկ մնացածը բամբակ, որակյալ թրենչ է, ինձ դուր եկավ ինչպես գույնը, այնպես էլ բաղադրությունը, հիմա կկախեմ, նաեւ հագած ձեզ ցույց կտամ։ Չափից ավելի երկար չէ, oversize, ահա այսպիսի միջին չափսի թրենչ է, տեսեք թևերի լայնությունը, ուսը ընկած է, կան նաև պրյաշկաներ, գոտին նույնպես ունի պրյաշկա, կոճակներն էլ են գեղեցիկ, ամեն ինչը այս թրենչը իր բոլոր դետալներով ինձ շատ դուր է գալիս։ Չափսն էլ հարմարավետ է, շատ երկար չէ, ճիշտ է, երկար թրենչները էլեգանտ են, գեղեցիկ են նայվում, բայց կրելուց հարմար չէ, մանավանդ անձրևոտ եղանակին փեշը ցեխոտվում է քայլելու ընթացքում։ Եվ վերջին հագուստը այս գեղեցիկ շորիկն է, կոժենի կամեոից, խաք կանաչ գույնի, կարելի է կրել ինչպես թրենչ, կոճակները արձակած կամ կոճկած, այնպես էլ շորիկ որպես նաև կարելի է կրել, ես պատրաստվում եմ այն կրել որպես գեստ։ Հիմա կախեմ և ձեզ ցուցադրեմ։
Ահա այսպիսի տեսք ունի այս ամենը։ Նուրբ ռեզինկա այստեղ անցկացրած, շատ նուրբ է։ Թևերը ահա այսպես են, մանշետներով, կոճակները արձակվում են բոլորը վերևից ներքև, ասում եմ կարելի է նաև գրել որպես թրենչ, բայց իր նախնական տարբերակը զգեստ է, ղոբ է գրված էտիկետկայի վրա։ Կողքերից կա այսպիսի բացվածքներ, ինչը նաև հնարավորություն է տալիս գրել տաբատների հետ, կարծես վերնաշապիկի ձևված մոդել լինի։ Ակտուալ է նաև զգեստները գրել տաբատների հետ, եթե կողքի հատվածը ուշադրություն ունի նման բացվածք։ Բայց նաև որպես թրենչ գրելու դեպքում էլ իհարկե հնարավոր է գրել տաբատների հետ նույնպես կամ չգիտեմ, օրինակ ոնց եք կարծում, որպես թրենչ այս զգեստը եթե կրես կիսաշրջազգեստի վրայից հնարավոր է գրել որպես թրենչ, ենթադրենք, ստացվում է յուբկայի վրայից շոր, նմանատիպ մի բան, ինձ թվում է լավ չի նայվի, եթե շալվարի դեպքում հնարավոր է որ կոմպենսացվի, յուբկայի դեպքում չեմ կարծում։ Ահա այսպիսի մոդել է, գույնը ձիթապտղի երանգ ունի, այս կանաչին ինչ ձևի էին ասում, տաբաչնի կանաչ, խոսենք հայերենով, ձիթապտղի գույնի զգեստ։ Ինձ դուր է գալիս այս շորիկը։ Դե իմ սիրելիներս, մաղթում եմ ձեզ օրվա լավ շարունակություն և բարի ավարտ։ Կարծում եմ, որ փոքր շատ է բարձրացրեցի ձեր տրամադրությունը, ձեզ նույնպես դուր եկան իմ կատարած գնումները։ Կհանդիպենք շատ շուտով, մնացեք ինձ հետ։ Կրկին հանդիպելու նպատակով նրանք, ովքեր նոր են միացել իմ ալիքին, թող բաժանորդագրվեն, սեղմեն զանգակ կոճակը ու լայքեն։ Ցտեսություն, ա très vite, au revoir, à bientôt։ Մինչ նոր հանդիպում։